Հայաստանն անցնող տարում էլ չունեցավ հստակ արտաքին քաղաքականություն։ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի հայդատի եւ քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը կարծում է, որ մեր երկրի արտաքին քաղաքականությունն անձնավորված է նախագահով։ Կարծեք Հայաստանի իշխանությունները պաշտպանում էին Սարկոզիի տեխնացությունը, ինչ հաշվարկներից ելնելով, որը սխալ կուրս եկավ ի վերջո, կամ Վրաստանում իշխանափոխության գործընթացներին սկզբնական այսպես վարանոտ մոտեցումը ևս ցույց է տալիս, որ Վրաստանի նախագահ, Հայաստանի նախագահ հարաբերությունները իսկապես որ շատ անձնավորված են։ Բանախոսը նշեց, որ Ադրբեջանն այս տարի էլ աչքի ընկավ հստակ հակահայ քաղաքականությամբ, թեև որպես Միավորված ազգերի կազմակերպության խորհրդի անդամ չի կարողացել որևէ հարց բարձրացնել։ Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդում այնուամենայնիվ որոշ հարցերում հաջողել է, ինչպես օրինակ Հունգարիայի հետ գործարքը։ Բանախոսը նշեց, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ղեկը Թուրքիային հանձնելու մեր իշխանությունների քաղաքականությունը սխալ է համարում։ Կիրո Մանոյանը նշեց, որ արդյունավետ արտաքին քաղաքականություն ունենալու համար կարևոր է իշխանությունների ներքին վստահությունը, ինչքան շատ է իշխանությունը զգում ժողովրդի պաշտպանությունը, այնքան քիչ է ենթարկվում արտաքին ճնշումներին։ Անցնող 5 տարիներին, սակայն մեր իրականության մեջ վստահության նման դրսևորում չի արձանագրվել, ասաց բանախոսը։